11 օգտակար սնունդ հիշողության համար։ Ուղեղը համարվելով մեր օրգանիզմի կառավարման կենտրոնը, պատասխանատու է մեր սրտի աշխատանքի շնչառության համար եւ թույլ է տալիս շարժվել, զգալ, մտածել։ Այդ պատճառով շատ կարեւոր է հետևել ուղեղի աշխատանքին եւ սնուցել նրան պատշաճ կերպով։ Այն ուտելիքը, որով սնվում եք, բավականին մեծ դեր է խաղում ձեր ուղեղի առողջության համար եւ կարող է ազդել նաեւ հիշողության ու կենտրոնացման վրա։ 11 օգտակար սնունդ ուղեղի եւ հիշողության համար։ Յուղոտ ձուկ։ Երբ մարդիկ խոսում են այն ուտելիքների մասին, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա, յուղոտ ձուկը միշտ առաջին հորիզոնականում է։ Այս տեսակին են պատկանում սաղմոնը, իշխանը եւ սարդինան։ Բոլորն էլ համարվում են օմեգա 3 ճարպաթթուների հարուստ աղբյուրներ։ Ձեր ուղեղի մոտավորապես 60%-ը կազմված է ճարպից, իսկ այդ ճարպի կեսն էլ օմեգա 3 տեսակի է։ Ձեր ուղեղը օգտագործում է օմեգա 3-ը նյարդային բջիջների կառուցման համար, իսկ նրա ճարպը ազդում է հիշողության վրա։ Օմեգա 3-ը նաև կարող է դանդաղեցնել տարիքի հետ կապված մտավոր անկումը եւ կանխել Ալցհեյմերի հիվանդությունը, այսինքն կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ Օմեգա 3-ի պակասը դժվարեցնում է ուսուցման ընթացքը, ինչպես նաև խթանում է դեպրեսիայի առաջացմանը։ Ընդհանուր առմամբ ճարպային ձուկը հիանալի ընտրություն է ուղեղի առողջության համար։ Երկրորդ՝ սուրճ։ Եթե դուք սուրճին մեծ նշանակություն եք տալիս, ապա ուրախ կլինեք ծանոթանալու նրա լավ կողմերից մեկի հետ։ Սուրճի երկու կարևոր բաղադրիչներն են կոֆեինը եւ հակաօքսիդանտները։ Երկուսն էլ խթանում են ուղեղի աշխատանքին։ Կոֆեինը իր մեջ պարունակում է որոշ դրական ազդեցություններ, որոնք օգնում են ուղեղի աշխատանքին։ Դրանք են ուժեղացված գոնություն։ Կոֆեինը պահում է ձեր ուղեղը զգոն, արգելափակելով ադենոզինը, որը ձեզ քնկոտ է դարձնում։ Բարելավված տրամադրություն։ Սուրճը կարող է խթանել ձեր օրգանիզմում սերոտոնինի առաջացմանը, որն էլ համարվում է երջանկության հորմոն։ Ուժեղացման կենտրոնացում։ Ուսումնասիրություններից մեկի ժամանակ այն մասնակիցները, ովքեր ըմպել են մեկ մեծ բաժակ սուրճ առավոտյան կամ փոքր չափերով ամբողջ օրվա ընթացքում, ավելի արդյունավետ են եղել այն առաջադրանքների լուծման մեջ, որոնք պահանջում էին կենտրոնացում։ Հաջորդը՝ հապալաս։ Հապալասն իր մեջ պարունակում է մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից շատերն ազդում են ուղեղի աշխատանքի վրա։ Հապալասը եւ նմանատիպ մուգ գույների հատապտուղները իրենց մեջ պարունակում են հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ազդեցություններ։ Հակաօքսիդիչները ազդում են ինչպես օքսիդացնող սթրեսի, այնպես էլ բորբոքման վրա։ Սթրեսը կամ բորբոքումը կարող են նպաստել ուղեղի ծերացմանը եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը։ Հապալասի մեջ գտնվող հակաօքսիդիչներից ոմանք կուտակվում են ուղեղի մեջ եւ օգնում են ուղեղի բջիջների միջև հաղորդակցության բարելավմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հապալասը միանշանակ օգնում է բարելավել հիշողությունը։ Քրքում։ Այս մուգ դեղին գույնի համեմունքը հիմնական բաղադրիչն է կարի փոշու մեջ եւ ունի մի շարք օգտակար հատկանիշներ ուղեղի համար։ Կուրկումինը, քրքումի ակտիվ բաղադրիչներից մեկը, կարող է ուղղակիորեն ներթափանցել ուղեղ եւ բարելավել այնտեղի բջիջները։ Քրքումն ուղեղի համար ունի հետեւյալ օգտակար հատկանիշները։ Կարող է բարելավել հիշողությունը։ Հիմնականում օգտակար է այն մարդկանց հիշողության համար, ովքեր ունեն Ալցհեյմերի հիվանդություն։ Թեթևացնում է դեպրեսիան։ Այն առաջացնում է օրգանիզմում սերոտոնին եւ դոպամին, երկուսն էլ բարձրացնում են տրամադրությունը։ Օգնում է ուղեղի նոր բջիջների աճին։ Կուրկումինը առաջացնում է ուղեղից բխող նեյրոտրոֆիկ հորմոն, որը պատասխանատու է նոր բջիջների առաջացման համար։ 5. Բրոկոլի։ Այն բաղկացած է հզոր բուսական միացություններից, ներառյալ հակաօքսիդիչները։ Շատ հարուստ է վիտամին K-ով, ճարպ հալեցնող վիտամին, որը անչափ կարևոր է։ Վիտամին K-ից բացի բրոկոլին իր մեջ պարունակում է մի քանի միացություններ, որոնք առաջացնում են հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ազդեցություններ, որոնք կարող են օգնել պաշտպանել ուղեղը որևէ տեսակի վնասներից։ 6. Դդմիսերմեր։ Դդմիսերմերը պարունակում են հզոր հակաօքսիդիչներ, որոնք պաշտպանում են մարմինը եւ ուղեղը տարբեր վնասներից։ Նաեւ մագնեզիումի, երկաթի, ցինկի եւ պղինձի հիանալի աղբյուր են։ Դրանցից յուրաքանչյուրը շատ կարեւոր է ուղեղի առողջության համար։ Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադը եւ կակաոն պարունակում են իրենց մեջ ուղեղի աշխատանքին խթանող մի քանի միացություններ։ Շոկոլադի մեջ գտնվող ֆլավոնոիդները հավաքվում են ուղեղի մի քանի հատվածում եւ պատասխանատու են հիշողության համար։ Ուսումնասիրություններից մեկին մասնակցել են 900 հոգի, որոնցից կեսը հաճախակի կերպով օգտագործել են շոկոլադ, մյուսները հազվադեպ են օգտագործել։
Նրանք, ովքեր մեծ չափաբաժնով են օգտագործել շոկոլադ, ավելի հեշտ են կարողացել կատարել մտավոր առաջադրանքները։ Շոկոլադը նաև համարվում է տրամադրություն բարձրացնող շատ հայտնի բաղադրիչ։ Ուսումնասիրությունների ժամանակ նրանք, ովքեր օգտագործել են շոկոլադ, զգացել են տրամադրության կտրուկ բարձրացում։ Ընդեղեն Ընդեղենը բարելավում է սրտի աշխատանքը, իսկ առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն։ Նրանք, ովքեր օգտագործում են ընդեղեն, ունեն ավելի ուժեղ հիշողություն, համեմատած նրանց հետ, ովքեր հազվադեպ են օգտագործում։ Ընդեղենի մեջ գտնվող մի քանի սննդանյութերը, առողջ ճարպերը, հակաօքսիդիչները եւ վիտամին E-ն բարելավում են ուղեղի աշխատանքը։ Ընդեղենի բոլոր տեսակներն էլ կարևոր են ուղեղի աշխատանքի համար, սակայն ընկույզը համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն նաև իր մեջ պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ։ Նարինջ Օրվա ընթացքում մեկ միջին չափի նարինջ ուտելով դուք ստանում եք բավարար վիտամին C։ Սա կօգնի ձեզ բարելավել ուղեղի աշխատանքը, քանի որ վիտամին C-ն հիմնական կանխարգելիչն է մտավոր անկման դեմ։ Այս վիտամինը հզոր հակաօքսիդիչ է, որն օգնում է պայքարել ռադիկալների դեմ, որոնք կարող են վնասել ձեր ուղեղը։ Եվ բացի դրանից, այս վիտամինը պաշտպանում է ձեր ուղեղը ծերացումից։ Դուք կարող եք նաև բավականաչափ վիտամին C ստանալ պղպեղից, գուավայից, կիվիից, լոլիկից եւ ելակից։ 10-րդ ձու։ Ձուն իր մեջ պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնք կարևոր են ուղեղի համար։ Դրանք են վիտամին B6, B12, ֆոլաթթու եւ քոլին։ Ֆոլաթթվի անբավարարությունը տարածված է հիմնականում այն ծերերի մոտ, ովքեր ունեն թուլամտության ախտանիշներ, եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավականաչափ ֆոլաթթուն օգնում է նվազագույնի հասցնել տարիքի հետ կապված մտավոր անկումը։ Կանաչ թեյ։ Սուրճի պես կանաչ թեյը նույնպես պարունակում է կոֆեին, որն էլ զարգացնում է ուղեղի աշխատանքը։ Իրականում այն նույնիսկ բարելավում է զգայունությունը, հիշողությունը եւ կենտրոնացումը։ Բայց կանաչ թեյը նաև պարունակում է այլ բաղադրիչներ, որոնք իրեն դարձնում են ուղեղի համար օգտակար ըմպելիք։ Օգնում է նվազեցնել անհանգստությունը եւ ավելի հանգիստ զգալ։ Օգտագործեք այս բոլոր 11 մթերքները, դրանք մեկը մեկից օգտակար են եւ իհարկե բացի սնունդը պետք է մարզեք ձեր ուղեղը, օգտակար է նոր ինչ-որ բաներ սովորելը, նոր լեզու, նոր որևէ բան անել եւ առաջարկում եմ նաեւ սեղմել հղմանը, որը կտեղադրեմ այս հոլովակի բնութագրում, որպեսզի կարդաք ուղեղի հետ կապված այլ օգտակար հոլովակներ լսեք ավելի ճիշտ։ Սնունդ ուղեղի համար, ինչպես զարգացնել հիշողությունը եւ այլն։ Բարի ժամանց։